սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ժողովուրդ ջան, ողջույն։ Խոսելիք ունենք էլի իրար հետ անկեղծ խոսակցություն։ Խոսակցություն ինչ որտեղ ցավալի, ինչ որտեղ հիմա արդեն հուսալի եւ ուրախ, բայց պետք է այս մասին խոսել եւ ոչ թե լռել։ Ես այսօր կփորձեմ մի քիչ կարճ լինել, որովհետեւ ամեն անգամ ուզում եմ կարճ լինի տեսաուղերձս, բայց թեմայից թեմա է բացվում, շատ բան կա խոսելու, բայց այսօր փորձեմ համառոտ։ Ես ուզում եմ խոսել ընկերության ու բարեկամության մասին, դիվանագիտական եւ պետությունների միջև փոխհարաբերությունների մասին։ Ուրեմն մի քիչ հեքիաթային ձևով ներկայացնեմ, լինում է չի լինում, մի բարեկամություն է լինում երկու երկրների միջև, որոնցից մեկը մեծ բարեկամն է, մեծ ընկերն է։ Եվ ցավոք սրտի այդ մեծ ընկերոջ հետ մենք դարեր շարունակ հավատարիմ, շատ հավատարիմ ընկերակցություն ունեցանք, այդպես եմ անվանում, որովհետև մեր մեծ ընկերոջ ամենահավատարիմ պետությունը մենք ենք եղել։ Անմնացորդ ենք տրվել եւ հետևել եւ հույս ունենալով, որ իսկապես մեր փրկությունը, մեր աջ ձեռքը, մեր առաջնորդը, գուցե եւ հայրը, այդ մեծ շատ մեծ ընկերն է եղել։ Եվ այդ մեծ ընկերը հիմա զարմանում է մեր դիրքորոշման համար եւ ասում է. ոնց դու ուզում ես ապրել, դու ուզում ես զարգանալ ու մեծ լինել, բայց դա իմ շահերի հետ չի համընկնում։ Ես քո ձեռքերը, ոտքերը կտրել եմ 20-րդ դարասկզբին, տվել եմ, բաժանել եմ ուրիշներին։ Հիմա էլի տեղ ունես կտրելու, մյուս վերջիկները պետքա կտրվի, տալ, որովհետև խոստացել եմ կամ պետքա որ շատ, այսպես պետքա որ տամ։ Բայց դու ուզում ես ամբողջական լինել ու ապրել, դու ուզում ես բարգավաճել, դու ուզում ես ինքնուրույն լինել, չէ, ոնց ես դու ուզում, իմ շահերին դա չի համընկնում։ Եվ ի դեպ ասեմ, որ մեծ ընկերները մեզ միշտ ասում էին, ում եք դուք պետք, եթե ոչ մեզ։ Ոչ մեկը ձեզ չի իմանում, չի ճանաչում եւ դուք ոչ մեկին պետք չեք։ Բայց արի ուտես, որ կա ընկեր եւ շատ են նրանք եւ հզոր են եւ մեծ են եւ ասում են, գիտես, մեր շահը եւ քո շահը համընկնում են։ Ոչ թե սիրուն աչքերիդ համար իհարկե չէ, մենք իլյուզիայով չենք ապրում։ Այլ մեր շահերը, քանի որ համընկնում են, բերեք օգնենք, դու աճի, դու հարստացի, դու առողջացի, դու կայացիր, եւ դա համընկնում է իմ շահերի հետ։ Մենք ֆիզիկապես կօգնենք, մենք ֆինանսապես կօգնենք, կաջակցենք բոլոր հարցերով, ինչ որ պետք է քեզ հաստատվելու կայունանալու, եւ դա մեր շահերից է բխում։ Հիմա եթե սա վերցնենք եւ իսկապես այս իլյուստրացիան կյանքի կոչենք, հա, մեր անձի հետ։ Մեր ունենք ընկերներ տարբեր, եթե ձեր լավագույն ընկերը պահի այնպես, ինչպես իմ համար առաջին ընկերն էր, եւ երկրորդը դուք դեպի ում կգնաք, դուք ում առաջարկը կընդունեք ապրելու թե մեռնելու։ Ցավոք սրտի այսօր այո կան ուժեր, որոնք ընտրում են մեռնելու տարբերակը եւ ոչ թե իրենք չեն մեռնելու։ Իրենք արդեն այնքան կարողություն եւ հարստություն ունեն կուտակած, բավական է այս ակտը անեն հեղաշրջումը, իրենք գնալու են իրենց հարազատ երկրներում, որտեղ քաղաքացի են, որտեղ հարստություն ունեն եւ այլն, իրենց գերդաստաններով բնակվելու, բայց ժողովրդին հերթական անգամ պատրաստ են թողնել այդ մեծ ընկերոջ ձեռքի գործիք որպես։ Եվ հետևաբար իմ ժողովուրդը այսօր այն ընտրության առաջ է կանգնած, որ պետք է ընտրի։ Այն հորինված բարեկամությունն ու ընկերությունը, որը ոչինչ չի խոստանում, բացի մահից, խոշտանգումից, ոչնչացումից, աղքատացումից եւ վերջի վերջո վերացումից, թե փայլուն ապագան։ Հունիսի 7-ին մենք այդ ընտրությունը կատարելու ենք։ Գիտեք, սա մարդու ընտրություն չէ։ Ես հաճախ խոսում եմ մարդկանց հետ, զրուցում եմ եւ տեսնում եմ անձերի հետ կապված
կարծիքներ են հայտնում, որոշումները կապում են ինչ-որ անձանց հետ։ Սիրելիներ, ես ուզում եմ ձեզ ասեմ, սա անձի ընտրություն չի, եւ ձեզ ասեմ կուսակցության ընտրություն էլ չի։ Սա լինել եւ չլինելու միջև ընտրություն է լինելու։ Կամ Հայաստանը, տեսեք, այսօր Մարկո Ռուբիոն գալիս է Հայաստան, ես մի քիչ առաջ ընկա արագ խոսեմ, որտեվ երեկոյան ավելի ուրիշ նյութ կունենամ ձայնագրելու, արդեն ավելի լավ նորություններով, բայց այսօր գալիս է երրորդ դեմքը, երկրորդ դեմքը արդեն Վենսը եղավ Հայաստանում, հիմա գալիս է վարչապետը, այսպես ասեմ, Ամերիկայի, եւ գալիս է նորից լավ լուրերով, լավ որոշումներով, պայմանագրերով եւ այլն, կտեսնենք, բայց ում էինք պետք մենք իսկապես տարիներ առաջ։ Ոչ մեկը արտասահմանում տարբեր երկրներում եղել են, որ ուզում էին ներկայանալ Արմենիայից եմ, չէին այդ հնչողությունը միայն Գլենդելում գիտեն, որտեղ հայաբնակ է, այնտեղ գիտեին Հայաստանի մասին, Արմենիա։ Ուրիշ երկրներ շփոթում են Ռումինիայի հետ, Ալբանիայի հետ, ում հետ ասես։ Բայց այսօր Հայաստանին գիտի ամբողջ աշխարհը եւ ասեմ ավելին, ոչ միայն գիտի, այլ ուզում են բարեկամություն անեն, այլ ուզում են պայմանագրային ինչ-որ կապերով էլ ավելի մտերմանան ներձենան Հայաստանի հետ, որովհետև ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհը հասկացա, որ Հայաստան երկիրը այն աստվածատուր երկիրն է, ես չեմ վախենում այդպես ասելու, որովհետև վերջի վերջո Նոյին տապանը, բիբլիական մեր պատմությունը եւ այլն, մեր արմատները այստեղ Աստված է դրել եւ պատահական չէ։ Եվ այսօր աշխարհին հայտնի է դառնում եւ Մակրոն հաստատեց դա, որ Հայաստանը ոչ միայն թրիփ ուղիով է միանցնելու արևելքը արևմուտքի հետ եւ հյուսիսը հարավի հետ, այլ ամբողջ Հայաստանի տարածքը ժամանակին եղել է մետաքսե ճանապարհը պատմական, որ միացրել է ողջ աշխարհի առևտրային գոտիները։ Հիմա մենք Ասիան եւ Եվրոպան եւ ողջ արևմուտքը իրար հետ կապելու հնարավորություն ունենք, որը մեծ դիվիդենդներ է բերելու մեր երկրին ֆինանսապես եւ ճանաչողություն։ Եվ մենք հիմա այդ ժամանակներն ենք ապրում։ Հիմա ժողովուրդ ջան, պետք է ընտրենք լինել չլինելու մեջ, լինելու ենք բարգավաճ։ Տեսեք ինչքան մեծ կամպանիաներ են ամերիկյան, արտասահմանյան գալիս, այստեղ ուզում են օֆիսներ բացել, գրասենյակներ, արտադրություն դնել եւ այլն, դրա մասին աշնանը ոչ թե լուրերով, ինչպես հիմա ես կասեմ, իհարկե շատ տեղեկացված եմ, գիտեմ ովքեր են գալու, ինչ կազմակերպություններ, բայց աշնանը փաստացի դուք ականատես կլինեք այդ ամեն ինչին։ Մի խոսքով փայլուն ապագա ենք գնում, թե հետ կործանման ճանապարհով։ Սա շատ վճռական է եւ սիրելիներ, ամեն մեկդ ձեր ընտրությունը անելիս մտածեք մեր սերունդներին, մեր երեխաներին, թոռներին թողնելու ենք հայրենիք, թե չէ։ Ես հիշում եմ հայրս միշտ ինչքան ընտանիքով հավաքվում էին կենացեր ասում Թումանյանի բանաստեղծությունը ապրեք երեխեք, բայց մեզպես չապրեք։ Հիմա մենք ունենք այդ հնարավորությունը մեր երեխաներին ասել եւ ոչ միայն կենացներով, այլ փաստերով ցույց տալ ապրեք երեխեք, մեզանից շատ ավելի լավ ապրեք։ Դուք արժանի եք իմ հայ ժողովուրդ, իմ Հայաստան, իմ հայրենիք, արժանի եք լավագույնին, մեզ չեն թողել դարեր շարունակ, բայց այսօր այդ հնարավորությունը ստեղծվել է ապրել եւ շատ լավ ապրել։ Եվ դա ես չեմ ասում, դա փաստերն են վկայում։ Ժամանակ առ ժամանակ փաստացի կտեսնեք այս բոլոր բարեփոխումները, նորից եմ ասում, նորից եմ քաջալերում եւ խրախուսում։ Ձեր ընտրությունը այն տուփի հետևում, որ պետք է ընտրատեղամասում կատարեք, ոչ մեկը դա չի տեսնելու, անգամ եթե դուք խոստում եք տվել ինչ-որ մեկին, ինչ-որ, չգիտեմ, ձայներ տալու, խցիկի հետևում կատարեք ձեր սրտի թելադրանքը, ձեր սրտի ընտրությունը, ձեր երեխաների ապագան ընտրեք, այդ մի գալչկայով, այսպես ասեմ, մի նշանով, որ ձեր խիղճը հանգիստ լինի։ Ես հիմա կարող եմ վստահորեն ասել, իմ խիղճը, իմ ընտանիքի անդամների խիղճը մեր հայրենիքի նկատմամբ մաքուր է, որը ձեզ եմ ցանկանում, սիրելիներ, իմ հայ ժողովուրդ, սիրում եմ ձեզ, սիրում ու գրկում եմ բոլորիդ,
Մինչ նոր տեսություն։